Օլիգարխները ոչ մի խնդիր չունեն, իրանք փրկված են ծնվել։ Չէ ասի, արիտես որ եթե դու մեկ ժամ լավ չասեմ, մեկ օր ասեմ, հա, մի քիչ չափազանցնեմ մեկ ժամի, բա, մեկ օր օլիգարխների տան մեջ ապրես, ես հավատում եմ, վստահ եմ, դու կասես Աստված իմ, ես իմ կյանքը ինձ ձեռ տալի, ես շատ լավ ապրում եմ, ինչքանով էլ վատ ապրես։ Ախպեր ես գործ չունեմ, ես գնացի հաջողություն, ներեցեք ինձ շնորհակալություն ընդունելության համար, հյուրասիրության համար, ես հաջողություն ընդհանրապես այդ փողոցը չես ներևա, որովհետև տհոլիցենը հերմես քաղցր է հնչում, սակայն երբ որ դու թափանցես նրանց կենցաղ օլիգարխների, գլուխը դբրնես կփախնես, թեպետ նրանք արդեն սովորեն իրենց կենցաղին, ձևավորված են իրենց կենցաղի մեջ, սակայն այն անձնավորությունը, որը չի տեսել նրանց ծտում այդ աստիճանի, ինչեր են նրանք վերապրում, այդ գիշեր թե ցերեկ դու չես դիմանա։ Միայն օլիգարխը կարող է դիմանալ, որտեղ նա մանդրից քիչ-քիչ ձևավորվել է եւ հասել այդ աստիճանի։ Ես ոչ եմ գցում օլիգարխին կաբլիցի։ Ես չեմ ատաբանում։ Ես ասում եմ օլիգարխները միայն կարողանան օլիգարխ կենցաղով ապրել։ Նրանք չեն ծվել այդպես։ Կամ նրա papan ա եղել, իր տղուներ ձևավորել այդպես։ Նա այդ կենցաղը սովոր է կենցաղի մեջ։ Սակայն դու մեկ օր նրանց հետ եթե ապրես, հաջորդ օրը չես հասցնի լույսը բացելու դու կհերանաս։ Ասես, այս կյանք իմ համար չի, ես սովոր չեմ։ Հաջողություն։ Շնորհակալություն եւ հաջողություն։ Եվ բացարձակ չես ուզենա դառնաս ընդհանրապես օլիգարխ։ Ու կարծես օլիգարխ լինելը հեշտ է։ Հասկանում ես, այնքան մարդկանց հետ պիտի դու 10 առնես գործ ունենաս, դու դիմանաս այդքան։ Ամեն մարդ չի կարող ավելի դիմանալ, այդքան էներգիա ունենալ ծախսի այդ էներգիան։